Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանուշ Պապյանն եմ։ Իշխանություն եկեղեցի հակամարտությունը նոր թափ է հավաքում։ Հիմա էլ Նիկոլ Փաշինյանը համակարգող խումբ է ստեղծում, որի նպատակը Վեհարանը ազատելն է եւ կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելն է։ Տաղավարում ինձ հետ է հանրային գործիչ Միքայել Հայրապետյանը։ Պարոն Հայրապետյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես վարչապետը ամեն օր նոր առաջարկներով է հանդես գալիս։ Ընդհանրապես եկեղեցի իշխանություն այս հակամարտությունը մինչև ուր կարող է հասնել եւ դուք ինչ վտանգներ եք տեսնում։ Կա խնդիր, կա ճգնաժամ, կհաղթահարվի այն, թե կգնան բախման ձեր գնահատմամբ, որովհետեւ նախորդին ասում էր վարչապետը, որ նոր կաթողիկոս է մեզ պետք, որովհետև այս կաթողիկոսը ունի դուստր եւ այլն, եւ եթե պետք լինի նա դա կապացուցի, հիմա փաստորեն արձանագրեց, որ պետք է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդները համակարգող խմբի անդամ դառնան, իրենց ամբողջ հոգով նրանք պետք է հավատան Տիրոջը, Հիսուս Քրիստոսին, գոնե մեկ անգամ մինչև վերջ կարդացած լինեն Աստվածաշունչը, գոնե մեկ անգամ պահք պահած լինեն, ամեն օր աղոթեն, հավատան, որ Մայրաթորի նորոգման օրակարգը բխում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու մեր ժողովրդի եւ պետության շահերից։ Ձեր գնահատականը սա լուծում է թե ոչ։ Դա պարոն վարչապետի խոսքն է։ Պարոն վարչապետի խոսքն էր, որ ես բառացի մեջ բերեցի նրա Facebook սոցիալական ցանցում տեղգտած գրառումից։ Սարյան եղբայրների մեջ ոնց է ասում, շատ հուզիչ խոսքեր ներկաները հուզվեցին։ Դերասանություն անել ամենևին պետք չէ։ Ներկա կաթողիկոսի մասին տվյալները, նրա կատարած գործունեությունը բոլորի աչքի առաջ եղել 2000-ական թվականներին, ամենասկզբին դեռ, ինչու ոչ այդ ժամանակ բարձրացվեր այսպիսի մի խնդիր, երբ որ սովորական քաղաքացի էր մեր այսօրվա պարոն վարչապետը, եւ ոչ թե վարչապետական դիրքերից ստանձնի կաթողիկոսական կամ հոգևորականի պարտավորություններ կամ լիազորություններ ուզուրպացնի եւ հոգևոր կառուցվածքը անլուրջ է դա եւ իրոք դա կարող է շատ վտանգավոր լինել, մանավանդ որ այստեղ կեղծիք եմ տեսնում, կեղծիք, բայց դա մի քանի շերտում, չգիտեմ ձեզ մի քանի շերտերը պետք են թե չէ։ Այո, մասնավորապես ինչ նպատակ է հետապնդում, ինչպես դուք եք ասում 2000-ականներին այս խնդիրը չբարձրաձայնելը կամ ենթադրենք հեղափոխությունից հետո, քանի որ ակնհայտ էր, որ կա խնդիր եկեղեցու եւ իշխանության միջեւ, այս ամենը չարծարծելը, չբարձրաձայնելը եւ թողնել հիմա պայմանավորված է նաեւ 26 թվականի այս նախընտրական տրամադրությունները որոշակի առումով շիկացնելու նաեւ տեսակետ կա, որ այս անգամ նոր հեղափոխություն է փաստորեն փորձում վարչապետը ստեղծել, այս անգամ մերժիր Գարեգինին։ Մենք ենք մեր սարերը հիշում եք, չէ՞, որ ասում է թողել մի կերասներս մարսենք հետո նոր, հա։ Այսինքն ճակերտյալ այդ հեղափոխության այս դառը հետևանքները թող մի հատ մեր ժողովուրդը կարողանա մարսել, անմարսելին կարողանա մարսել, հետո նոր հեղափոխության մասին խոսք լինի, բայց դուք շատ լավ նկատեցիք, որ ժամանակի խնդիր կա, իհարկե այս ժամանակը առաջին հերթին ոչ թե կկապեի 26 թվականի կամ առաջիկա ընտրությունների հետ, թեև դա ճիշտ է, այլ ժամանակը կրկնում եմ, ինչու ավելի վաղ չասվեց։ Հիշում եմ, որ ես այդ մասին ինքս բարձրաձայնեցի 2008 թվականի փառք ասո, հիմա KGB-ն իր ձեռքն է, թող գնա տեսագրությունները հանի եւ նայի։ 2008 թվականին, երբ որ ժողովուրդը լցված էր հրապարակում եւ կոնկրետ ես շատ վախենում էի, արդյոք սխալվում եմ թե չէ, եւ իրոք այդտեղ հայրական խոսքի խնդիր կար, կաթողիկոսը տապ էր արել եւ հիմա շատերը փորձում են ասեն բան ժամ կաթողիկոսը գնաց Տեր-Պետրոսյանը մերժեց, կաթողիկոսն այն ժամանակ պիտի գար, երբ որ ես հրապարակից հնչեցրի, ասի արդյոք 100,000-ավոր այս մարդիկ իր հոտը չեն, արդյոք խոսք չունի ասելու Վրաստանի կաթողիկոսի նման, որն ասաց իր խոսքը, հունվարի մի խայտարակ դեպքերը, երբ որ Թիֆլիսում եղան։ Այսինքն խնդիրը շատ ավելի վաղուց կա։ Իսկ եթե կուզեք էզոտերիկ գոտի անցնենք, հիշում եք նոր հազարամյակ ենք մուտք գործում,
Եվ պետությունը հագին փողեր ծախսեց միջոցառումների համար, որպեսզի 2001 թվականի, այսինքն նոր հազարամյակի մուտքը քրիստոնեաբար տոնենք, որպես առաջինը պետականորեն քրիստոնեություն ընդունած ազգ, եւ ինչ թանձր մառախուղ իջավ, միջոցառումները չկայացան, երկնքից անգամ չուզեցին մեր կեղծիքը տեսնել։ Այս ամբողջը մենք գիտենք նաեւ, որ հոկտեմբերի 27-ին 99 թվականի ընտրվեց ներկա կաթողիկոսը, բայց այստեղ ժամանակի մեկ ուրիշ խնդիր կա, ինչու այսօր, ինչու Ալաշուքյուր Փաշազադեի, դա նրանց Շեյխուլ Իսլամն է, էլի, ոնց որ ստեղի մեր կաթողիկոսը, խոսքից ընդամենը մի քանի օր անց հայ եկեղեցու դեմ ոտնձգությունից մի քանի օր անց նույն օրակարգի մեջ մտավ մեր պետության ղեկավարը եւ հիմա հավաքում է ինչ որ թիմ իրոք հեղափոխություն անելու գնանք գրավենք բան վեհարանը։ Գիտեք, այ եթե ժամանակին օրենքը գործեր, երբ որ ռադիոտուն էին փորձում մտնել, իսկ օրենքով կարգը այդպես է, եթե փորձում են մտնել, պարտավոր էին կրակել ուղղակի, այդպիսի օբյեկտներ կան։ Ատոմակայանն օրինակ, ռադիոտունը, հեռուստաաշտարակը, հա? Եթե գործեն մենք այս ողբերգության մեջ ընկած չէինք լինի։ Հիմա էլ վեհարան է գնում, այնտեղ իհարկե ավտոմատավորները չեն կարող իրենց դեմն առնել։ Եթե վերևից ծրագրված է, բայց ես ուրիշ բան էլ կուզենայի խնդրել պարոն վարչապետին, ասել Նիկոլ ջան, մի արա, այս պահին, թեկուզ դու ինչ ասում ես, մասամբ ճիշտ է, բայց ոչ առաջին հերթին, բայց մի արա։ Եթե անգամ քեզ պարտադրում են, մի արա։ Եվ մի արա նաև այդ ձևով, թե երեխա ունի բան, ուղիղ հակառակը դու պիտի ոգևորես, որտեղ ոնց ուզում են, թող շատ երեխեք ունենան։ Այն քո 5000-ին, որ տարի պարկեցրել ես Եռաբլուրում, կրկնապատկված պիտի ունենան։ Եվ պետք չէ մտնել անկողին, դու ուր ես տանում մեր պետությունը, ուրիշ բան։ Ես կարող եմ կասկածել եւ հիմնավոր կասկածել, որ KGB-ն կրկնեմ իր ձեռքին է։ Եթե կաթողիկոսին աչքիդ վերևը հոնք կա ասելու իրավունք ուներ, միայն այն դեպքում, երբ բացեր KGB-ի արխիվները։ Այդ դեպքում ոչ միայն նրանք կունենար ասելու բան, այլ նաեւ իր իշխանության կոհորտային։ Շատ շատերին այնտեղից։ Մեր պետությանը հիմա որն է ավելի անհրաժեշտ այս պահին։ Հոգևոր ակունք մաքրել, ուրիշի ագենտ լինելու համար մարդկանց ասել, որ դուք իրավունք չունեք Հայաստանում տնօրինել որևէ բան, թե երեխա է ունեցել, շատ լավ է արել։ Եվ հետո բավականին տգիտություն է այդ մասին խոսելը, ոչ միայն սրբապղծություն է, այլ նաև տգիտություն է։ Մեր առաջին կաթողիկոսն ով էր, Գրիգոր Լուսավորիչը, հələ նայեք տեսեք 150 տարի շարունակվեց նրա տոհմը, եկավ ասավ մինչև Սահակ Պարթև։ Պատկերացնում եք, որ Սահակ Պարթևը չլիներ եւ օժանդակած չլիներ Վրամ Շապոհին եւ մենք մեր գրերը չէինք ունենա։ Չնայած մեր բախտը բերեց Սահակ Պարթևն այլևս տղա չունեցավ, աղջկերք ուներ, մի գլուխ աղջկերք, մեկը այն Վարդան Մամիկոնյանի մայրն էր, հա, մյուսը Վրաստանի դշխոհին։ Այնպես որ մեր Խրիմյան հայրիկի մասին թող կարդա, դրան էլ սիրում են Խրիմյան հայրիկին։ Եվ թող հիմա փարիսեցություն չարվի, թե ովքեր ծոմ են պահում, ովքեր չգիտեմ ինչ են անում, իսեր Աստծո, բոլորը մեր եղբայրներն են։ Այսօր հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներից ավելի շատ հայեր կան, որոնք իսլամ են դավանում, որոնք կաթոլիկ են, որոնք անհավատ են, մենք նրանց կտրում գցում ենք 21-րդ դարում, սա ինչ գեղչկականություն է կամ ուղիղ հակառակը հայադավություն է։ Եվ ընդհանրապես չի կարելի մտնել այդ ոլորտը, այս պահին չի կարելի, երբ որ մենք կանգնած ենք լինել չլինելու առջև։ Ամեն անգամ ասում էի վարչապետի բերած այսպիսի հրաբխային բաները ուշադրություն շեղելու համար են, սա ոչ միայն ուշադրություն շեղելու համար է, սա արդեն պարզ երևում է, որ այսպիսի մազե կամրջի վրայով անցնելիս այսպիսի խոսույթ բերելը պարզապես ադրբեջանական, թուրքական օրակարգի կատարում է։
կարելի շատ ավելի կարևոր քաղաքական մի բան էլ ասեմ։ Համեցեք։ Գիտեք, Ռուսաստանը եւ Թուրքիան Կովկասի համար վաղուց վիճակ են գցել։ 200 տարի անընդմեջ պատերազմների մեջ են եղել, 13 ռուս-թուրքական պատերազմ է եղել։ Եվ կաթողիկոսի ընտրություններն էլ մշտապես քաղաքական խնդիր է եղել։ Մենք թուրքերին երախտապարտենք, որ այսօր Երուսաղեմում մենք պատրիարքություն ունենք եւ Պոլսում պատրիարքություն ունենք։ Հիմա Ռուսաստանը մենք տեսնում ենք եւ այստեղ էլ օրինակ Իզմիրյանին պատրիարքներ են տեղի, բերում էին այստեղ կաթողիկոս, ռուսները պոզուպոչ արեցին, չուզեցին, ասին թուրքական ագենտա չենք ուզում։ Խրիմյան հայրիկին բավական երկար ժամանակ հետո Ռուսաստանը, պետությունը, կայսրությունը հաստատեց նրա գահակալությունը, նույնիսկ դիվերսիաներ սարքեց։ Այդ մասին մեր գրականության մեջ հրաշալի, ընդ որում ոչ թե գեղարվեստական գրականության մեջ, այո, մեր փաստագրության մեջ արձանագրված է, բայց այստեղ հիմա Ռուսաստանը տկարանում է, մենք տեսնում ենք Ուկրաինայում է տանուլ տալիս։ Անկախ նրանից, եթե գնան նույնիսկ Խարկովն էլ գրավի, Ռուսաստանը քաղաքակրթորեն պարտված է արդեն, որտեղ պորտալները կտրվում է իր մայր ակունքից, որտեղ մկրտվեց ժողովուրդը, ծագեց որպես ժողովուրդ, հա, Դնեպրի ջրերում, Կիևից է կտրվում։ Սա լուրջ բան է։ Բայց թողնենք, Ռուսաստանը հիմա պարտվում է, մնացել է միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի հույսի։ Հյուսիսային Կորեայից է զինվորներ բերում այնտեղ բանալու։ Հիմա հասկանում ենք, որ այստեղ անգամ որտեղ թուրքն իր քիթը չէր խոթել, մի կարճ ժամանակով, երբ Նուրի Փաշան մինչև Բաքու հասավ, Էնվերի երկրորդային եղբայրը, սա ռուսական տարածք է եղել։ Հիմա տեսեք ինչքան է ընկել, որ Աղդամում թուրքական դրոշ է, որ Էրդողանն ու Պակիստանի վարչապետն են գալիս այնտեղ օդանավակայան բացում, Շուշիում թուրքալեզու ժողովներ են անում, Ռուսաստանին դուրս են մղում Կովկասից։ Ռուսաստանն ատամները կրճտացնելով համակերպվում է դրան։ Գուցե, այս սա խնդրեմ շատ ուշադիր, գուցե ընդունում հանձնում է կատարվում, եւ պետք է դա կատարվի նաեւ հոգեվոր ոլորտում, պետք է ռուսական կաթողիկոսին, իսկ մենք չկասկածենք, չէ՞ որ Խորեն Մուրադ Բեկյանին խեղդամահանելուց հետո Հայաստանում բնականաբար բոլորն անցել են հայ կաթողիկոսները, անցել են այդ քուրայով, այլ կերպ հնարավոր չէր։ Ռուսական ներկայացուցչին փորձում են փոխարինել թուրքականով, որովհետև Ռուսաստանը հանձնում է տարածաշրջանը Թուրքիային, որովհետև ոչ թե Պուտինի գիրքն է գրկած նկարվում Նիկոլը, այլ նկարվում է Էրդողանի գիրքը գրկած։ Հասկանում եք, սրանք ամենևին երկրորդական բաներ չեն, եւ մենք այսպիսի լուրջ բաների պիտի պատրաստվենք, եթե անգամ ընդունում հանձնում է կատարվում, տաստված որ այդպես չլինի իհարկե, ուրեմն մենք պիտի այդ տարբերակի համար էլ նախապատրաստված լինենք, բայց գլխապատառ նետվել միայն մի ուղղության մեջ, որ պետք է վերջ, այս կաթողիկոսին անձնական թշնամանք ունեմ իր հանդեպ, պետք է հեռացնեմ, այդպես չի, ինքը անձնական թշնամանքով էլ չի հեռացնում, այո, թուրքական կաթողիկոսը պետք է դրել եւ դա է անում։ Հիմա լավ համակարգող խումբ ենք ձևավորում, ըստ վարչապետի, համակարգող խմբի անդամ կարող են լինել թե տղամարդիկ, թե կանայք, թե աշխարհիկ, թե հոգեվորականներ, եւ 10 անդամների ընտրության պատասխանատվությունը նա իր վրա է վերցնում նշված այնվերը, նշված չափորոշիչների հիման վրա։ Իհարկե, եւ ով է որոշելու ինչպես է քննելու, ինչպես է տվյալ անձը համապատասխանում, այդ 10 հոգուն վարչապետը որքանով կարող է այսպես արդար քննի, ընդունի եւ ընդհանրապես այս գործընթացը որքանով արդյունք կարող է տալ, վերջն արդյունքը որը պիտի լինի, վեհարանից հեռացնելը կաթողիկոսին, ինչի են գնում։ Սիրելի Սիրանուշ, արդյոք կարծում եք, որ ես կկլլեմ այդ կուտը եւ կփորձեմ նման մտագարությունների մեջ մտնել, նման բաներ քննարկել։ Ոչ, իհարկե ինքը պիտի լինի, ինչ էլ կազմի, ինքը պիտի լինի ղեկավարը, չէ՞ որ Հայաստանի գլխավոր կախիչ ստուգողն է պարոն վարչապետը, չէ՞ որ գներ դպրոցներում կախիչն է։ Ցնցուղել է ստուգի, այսինքն կոյուղի բան, ամեն ինչի գլխավոր շախմատիստը, գլխավոր, չգիտեմ, շաշկիստը, ամեն ինչը ինքն է։ Լավ, դա էլ թող ինքը լինի, բա հետո այստեղ հիմնային է խնդիրը։ Մենք գործում ենք շատ վատ կանխավարկածի հետ։ Ինչի կհանգեցնի սա։ Պարոն Հայրապետյան, դուք ասում եք շատ վտանգավոր տեղ կարող է կհանգեցնի ռուսական
օրակարգի անխաթար կատարմանը, այսինքն այստեղ հերթական խառնաշփոթը կստեղծվի, ինչպես որ բաժանումներն արված են բոլոր ուղղություններով, պարոն Փաշինյանի շնորհիվ, Չակերտյալ շնորհիվ, այլապես պատճառով կասեի, այնպես էլ նաև եկեղեցական բլոկում բաժանումներ կան, երբ մեր ժողովուրդը կտրոհվի պարզապես, իսկ այդ տրոհումն է պետք է պարզապես Ռուսաստանին, որպեսզի այդ ընդունում հանձնումը պրիոմ սդաչամ, շատ ավելի խաղաղ կատարվի։ Թե արանքից ով ինչ կփախցնի, դա արդեն երկրորդական է, թե ով իր ներկայացուցչին կփորձի առաջ բրդել, փայ ունենալ եկեղեցական իշխանության մեջ, դրանք երկրորդական բաներ, ինչպես օրինակ ասենք, որ ասում են Սերժ Սարգսյանը բերեց Նիկոլ Փաշինյանին, դա շատ վիրավորական է։ Վիրավորական է առաջին հերթին Ռուսաստանի համար։ Ռուսաստանն իր ոտչինայում պիտի թույլ տար, որ ինչ որ մեկը կարողանար այստեղ իշխանություն ձևավորել։ Պարզապես Սերժ Սարգսյանն այնքան ընդունակ էր, խելացի էր, շախմատիստ էր, որ տեսավ ռուսները բերում են սրան, ինքը փորձեց որոշակի փայաբաժին ունենալ մեջը։ Նիկոլն էլ նույն ձևով գիտի թե ում են բերելու, ում են ուզում բերել, եւ փորձում է փայաբաժին ունենալ։ Հիմա կրկին եմ խնդրում, Նիկոլ ջան, մի արա, դա մերը չէ, շատ վտանգավոր է։ Տանելու է տրոհման ժողովրդին։ Այո, մի հանգիստ ժամանակ կգա, եւ մենք այդ բոլոր հարցերը իրոք ժողովրդով կլուծենք, իսկ հիմա մենք ժողովուրդ չունենք, մենք ատոմիզացված անհատներում ենք Հայաստանում։ Սա ես ասելու իրավունքը վաստակել եմ այնքանով, որքանով գոնե մամուլը չի մեռել, էլի, Փառք Աստծո թվային դարաշրջանը գրադարաններն էլ դեռ հանձնված չեն թուրքական կամ մինչև վերջ հանձնված չեն ռուսական ողորմածությանը, կարող են գնալ տեսնել, թե ինչ եմ գրել, ինչ հոդվածներ եմ գրել եւ ինչ ելույթներ եմ ունեցել, հենց մեր եկեղեցու մասին, մեր կաթողիկոսի, ներկա կաթողիկոսի մասին, բայց գիտեք, կա իր սիրած Աստվածաշնչում 5 կտակարանում, ասում է կա քարը շպրտելու եւ քարը հավաքելու ժամանակը, չէ, հակառակը քարը հավաքելու եւ քարը նետելու եւ քարը հավաքելու։ Չէ, հավաքելու հետո շպրտելու հետո հավաքելու ժամանակը։ Հիմա շպրտեցիր, հիմա չփորձես հավաքել Նիկոլ, Հայաստանի հանդեպ հերթական վատ գործն արած կլինես, պետք չի, շատ վատ է։ Պարոն Հայրապետյան, մենք տեսանք նաև վեհապարին այցելեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր աջակցությունը հայտնեց, ասաց, որ հակասահմանադրական են այս բոլոր գործողությունները, ձեր գնահատականը։ Տեսեք, միանգամից նրան հակազդեցին քաղաքացիական պայմանագրի պատգամավորները, հիշեցրին մարտի 1-ը, վեհապարի կեցվածք, այն ժամանակ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը, հիմա դուք ինչպես գնահատեցիք Տեր-Պետրոսյանի այցը եւ որքանով էր ճիշտ։ Ես Տեր-Պետրոսյանի փաստաբանը լինելու իրավունք ինձ չեմ վերապահի, բայց կասեմ իրեն շատ լավ հասկանում եմ, այո, ինքը ըմբռնել է, որ այս պահին նման խնդիր բարձրացնելը հայրենադավությանը հավասար բան է եւ այս պահին այո իրավունք չկա որպեսի հերթական խառնաշփոթը ստեղծվի եւ գնացել այնտեղ։ Ես այսպես եմ համարում, կարծում եմ այսպես է։ Եթե ուրիշ պատճառներ ուներ Տեր-Պետրոսյանը, ես չեմ կարող իր փոխարեն ոչինչ ասել եւ դրա համար ողջունում եմ իր գնալը։ Այո, բայց խրամատներ պետք չէ գծել պետություն եւ եկեղեցի մանավանդ 21-րդ դարում հայ եկեղեցին կամ ընդհանրապես եկեղեցին քրիստոնեական աշխարհի, իսլամական աշխարհում լրիվ ուրիշ է, հա, նրանց կրոնական համակարգում։ Իր դերակատարությունը ծիսակարգային պիտի ընդամենն ունենա եւ այդպեսին էլ ունի, երբեք գնում, երբ որ կնուն քարսանիգման նման բաներ եք անում թաղում բան, պետք է հոգեվորական բերել այդ ժամանակ եք մտնում։ Ես 2005 թվականից ի վեր փորձել եմ, եթե ծայրահեղ անհրաժեշտ չեղել, չմտնեմ մեր եկեղեցի, եթե այնտեղ որևէ հոգեվորական կա։ Տեսեք, պարոն Հայրապետյան, 26 թվականին ընդառաջ տեղի ունեցողը փաստորեն դուք էլ նշում եք ժողովրդի պառակտմանն է տանելու։ Իշխանությանը դա ձեռնտու է լինելու, եթե հասարակությունը պառակտվի, այդ դեպքում առհասարակ նրա վարկանիշը ինչ փոփոխության է ենթարկվում, որովհետև մի մասն ասում է այս ընթացքում եկեղեցու վարկանիշն է բարձրանում, Փաշինյանի եւ իր թիմի ընկնում, ձեր գնահատմամբ Փաշինյանը միթե ուզում է իր վարկանիշի անկում ունենա, ենթադրենք։ Նրանք կասեն հերնել անցած այդ վարկանիշը, մեկը կկրենք։ Այո, գիտեք, եթե ատոմիզացվեց, որը հակազգային, հակապետական մոտեցում է,
Եթե ատոմիզացվեց, մասնատվեց մեր հասարակությունը, ջուրը պղտորվեց, ճիշտ է վարկանիշների անկավ եւ ինչպես բոլորինն է ընկած Հայաստանում, մի առավելությունը կսկսի գործել իշխանության, որովհետեւ միշտ այդ պղտոր ջրում ուրկանը գտնվում է իշխանության ձեռքին, կարթը գտնվում է իշխանության ձեռքին։ Իրենց միայն ելքային տվյալներն են պետք։ Կարևորն այն է, որ հաղթեն եւ կհաղթեն։ Ինչքան շատ ջուր պղտորեն, ինչքան Հայաստանի հերն անիծեն, կհաղթեն, ինչպես որ Արցախում արեցին։ Արցախը դա ողբերգական վիճակի մեջ գցեցին 20 թվականին, բայց կարողացան 21 թվականին ընտրություններում առավելագույն ձայները հավաքել։ Պարոն Հայրապետյան, տեսեք, քանի որ Արցախից խոսք գնաց, ուզում եմ անդրադառնանք Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գնահատականներին, եթե Ուկրաինայում հակամարտությունը կանգնեցվի ճակատային գծի երկայնքով առանց իրական խաղաղության համաձայնության, այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի, որն Ուկրաինան որոշ ժամանակ անց կփորձի հետ գրավել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ, ինչը կհանգեցնի միջուկային պատերազմի։ Դուք ինչպես եք գնահատում այս հայտարարությունները, առհասարակ սա բացահայտում է Ռուսաստանի, այսպես ասած, աննախադեպ դիրքորոշումը, քաղաքականությունը, խոստովանությունը Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դիրքորոշման։ Դա շատ վաղուց ասված էր, պետք է անպայման ռուս բարձր պաշտոնյան ասի, որ բացեք 4-5 տարի առաջվա, 20 թվականից առաջվա իմ հարցած ռուսներում նայեք, այդ մի բանն ասել եմ, շատ ճիշտ է ասել, մոլեկուլյար ճշգրտությամբ ճիշտ է ասել, այո, եթե սառեցված է հակամարտությունը եւ ոչ թե վերջնական լուծման է գնացած, այդ դեպքում պայթյունը ամեն վարքյան կարելի է սպասել։ Մարդը դա է ասում եւ ճիշտ է ասում։ Դրա համար ասում եմ, մեզ վերջնական թուղթ է պետք, որ ոչ թե սառեցվի եւ օրինակն էլ շատ ճշգրիտ բերում է Արցախի օրինակը։ Իսկ Արցախի հարցում խոստովանություն չի իրարած, Արցախի հարցում խոստովանություն արել են իրենց պաշտպանության նախարարը, այն անհայտ ազգության մեկը կա է, որի հայրանունը ոչ ոք չի կարողանում արտասանել, Շոյգուն, հա։ Դա է արել, Լավրովն է արել, նրանց այդ օրը մեջ Թուրքիայում գտնվող ողորմելի թշվառական դուգին ունեն մի հատ, որը չկայացած թշվառ արտանմանակումն է Գումիլյովի, նրա եվրասիականությունը գողացած եւ պետական մակարդակի բարձրացրած եւ Ռուսաստանին, խեղճ Ռուսաստանին այսօրը գցած։ Այսօր գիտեք ռուսներն ամբողջ աշխարհում կարծում եմ բոլորս ազգականներ, բարեկամներ ունենք դրսերում։ Նա հեռախոսով հարցրեք, էլի, այդտեղի ռուսներին ոնց են վերաբերում։ Վաստակեցին ատելություն ռուս ժողովրդի նկատմամբ, դա արեցին իրենք։ Այն ռուս ժողովրդի, որը գիտեմ, Դոստոևսկի, Չայկովսկի է տվել։ Տեսեք, սա առհասարակ Մեդինսկու խոսքը ամբողջությամբ բացահայտում է Ռուսաստանի քաղաքականությունը ոչ միայն Արցախի, այլ ցանկացած այսպես ինքնավարության ձգտող տարածքի նկատմամբ։ Եկեք այստեղ մի հատ շատ նուրբ քաղաքական բան կա, չգիտեմ, արժիղ ասել թե չասել դա։ Տեսեք, օրինակ Կոսովոյում Կոսովոն առանձնացրեցին, ճիշտ է, Ամերիկան ճանաչեց, եվրոպական շատ երկրներ ճանաչեցին Կոսովոյի ինքնորոշումը, մերոնք այստեղ ոգևորվել են, պարոն Քոչարյանի ժամանակներն էին։ Ոգևորվել են, որ գուցե Ղարաբաղն էլ կկարողանանք Կոսովոյի կարգավիճակով անջատել, աշխարհը գնում է այդ ուղղությամբ, ոչ։ Կոսովոն գտնվում էր մինի սովետական տարածքում, Հարավսլավիայում էր։ Ռուսական կողմնորոշում ունեցող տարածքում էր։ Դրա համար նրա ինքնուրույնությունը, ինքնիշխանությունը, անկախությունը ճանաչեցին։ Բայց տեսեք, այդ խեղճ կատալոնացիները փորձում են դուրս գալ, չի լինելու։ Ինչքան ժամանակ իռլանդացիները պայքարում էին, նույնիսկ ահաբեկչական բաներ էին անում, չէ, իրար մորթում են, կամ բասկերը, չի կարող լինել։ Երկակի ստանդարտները գործում են աշխարհում, գործել են եւ գործում են եւ գործելու են։ Ռուսաստանի համար դա փորձելու են իրականացնել, ճանաչել ժողովրդների ինքնորոշում, ազատություն, անկախություն, բայց իրենց համար ոչ։ Ռուսներն էլ ասին, մենք էլ ենք այդքան ուժեղ, մենք էլ թույլ չենք տալիս մեր տարածքում, մենք էլ ենք տարածքային ամբողջականություն, մենք ենք որոշողը։ Արցախը Ադրբեջան է ու վերջ։ Ասացին ու արեցին, ասին դուք քթները չեք կարող խոթել այստեղ արևմուտք։ Դրա համար արևմուտքը մեզ համար Արցախի հարցում բնական դաշնակից էր։
որ գուցե իր թշնամի Ռուսաստանից կկարողանա ռուսական ընտանիքից, այդ սովետական տարածքից Արցախ փոխել։ Մենք հիշում ենք նաև 88 թվականի շարժման ժամանակ ինչպես դեմոկրատական ուժերը ամբողջ սովետական միության եւ առավել եւս արևմուտքը ինչպես էր ոգևորված պաշտպանում մեր Արցախյան շարժումը։ Եթե այս հայի երկրորդ խելքն ունենայինք, մենք կսկսենք այդ շարժումը թե ոչ։ Պետք էր դա մեզ թե ոչ։ Մենք դասեր չառանք 1905-6 թվականների հայ-թաթարական ընդհարումներից, որ բորբոքել էին ռուսները, դա հենց իրենք ռուսներն են ասում սովետական շրջանում, էլ չասեմ, որ նախախորհրդային շրջանում, նաև մեր Թումանյան, մեր բոլոր մեծերն են ասում, որ ռուսները բախեցին երկու ժողովուրդների, որ երբևէ ազգային հողի վրա ընդհարում չէին ունեցել։ Այնպես որ այստեղ մենք պիտի մտածենք, որ մեր աշխարհում ժամանակակից, երբ որ տուրբուլենտության շրջան է մտած, երկակի ստանդարտներ են կորցելու։ Այնպես որ մենք փորձենք ճիշտ դիրքավորվել։ Շնորհակալ եմ, պարոն Հայրապետյան։ Ես եմ շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում էի հանրային գործիչ Միքայել Հայրապետյանի հետ, կհանդիպենք։